Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ կաթսան, մարտկոցը եւ խողովակները միասին ձեռք բերելու համար։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Նախոսքս ուզում եմ սկսել շնորհակալությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացիներ, չնայած այն ամբողջ ինֆորմացիոն տերորին, չնայած այն միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր դոլարներին, որոնք այս ընտրությունների ընթացքում բաժանվեցին ընտրակաշառքի տեսքով, որոնք գործածվեցին ձեր կամքը գնելու, ձեր կամքը կոտրելու վրա, դուք միևնույնն է թույլ չտվեցիք, որ դա տեղի ունենա։ Դուք չկոտրվեցիք, դուք չվաճառեցիք ձեր պետությունը, դուք չվաճառեցիք ձեր խիղճը, շնորհակալ եմ եւ երախտապարտ եմ ձեզ դրա համար։ Ես ուզում եմ նաեւ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որովհետեւ իմ կարծիքով մենք բավարար ջանք չգործադրեցինք նախապես այդ ամենը կանխելու համար, որտեղ գուցեև մեր զգոնությունը փոքր-ինչ բթացել էր եւ մենք չէինք սպասում, որ որոշ խմբեր կփորձեն այդ ճանապարհով, այդքան բացահայտ, այդքան մեծ գումարների ներհոսք ապահովելով եւ այդպիսի միջոցների դիմելով Հայաստանում վերացնել ժողովրդավարական կարգերը։ Ներողություն եմ խնդրում, սիրելի քաղաքացիներ ձեզնից, բայց խոստանում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները մենք արդեն սկսել էինք ընտրությունների հենց հաջորդ օրվանից օրենսդրական փոփոխությունների տեսքով եւ վստահաբար կշարունակենք 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում։ Սիրելի քաղաքացիներ, նախորդ տարիների ընթացքում մենք մի շարք հաջողություններ ենք ունեցել։ Մենք ֆանտաստիկ հաջողություններ ենք ունեցել նախորդ տարիների ընթացքում։ Մենք նվազագույն կենսաթոշակը, սիրելի քաղաքացիներ, ուղղակի ողորմելի 16000 դրամից հասցրել ենք 46000 դրամի, գումարած եւս 10000 բոնուսային 20%-ի ձևաչափով։ Մենք եռապատկել ենք, կարելի ասել, կամ քառապատկել ենք նույնիսկ նվազագույն կենսաթոշակը, սիրելի քաղաքացիներ։ Մենք միասին կառուցել ենք հարյուրավոր դպրոցներ ու հարյուրավոր մանկապարտեզներ, սիրելի քաղաքացիներ։ Մենք անճանաչելի ենք դարձրել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցը։ Ցանկացած մեկ օրինակ, ով նույնիսկ ընտրական туриզմի շրջանակներում 2018-ից հետո առաջին անգամ եկել է Հայաստան, կփաստի, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհները, ենթակառուցվածքներն առհասարակ ուղղակի անճանաչելի են։ Ուղղակի անճանաչելի են։ Մարդիկ հիմա Երևանի կենտրոնից նստում են մեքենա ու ուղիղ ասֆալտով գնում հասնում են մինչև իրենց հայրենի կամ պապական գյուղի կենտրոն։ Նման բան ուղղակի ֆիզիկապես չի եղել։ Չի եղել, սիրելի քաղաքացիներ։ Ես հիշում եմ, օրինակ, մենք մեր ուսանողական տարիներից, որ ընկերներից մեկի մեքենայով մի տեղ էին գնում, ուղիղ տեղ ասֆալտ էինք ման գալի, երաժշտությունը որ բարձրացնեինք, որ մի քիչ հաճելի այդ process-ը զգայինք, ինչա նշանակում ուղիղ ասֆալտի վրայով մեքենայով ընթանալ, լավ երաժշտություն լսելով։ Սիրելի քաղաքացիներ, ես վստահ եմ, որ դուք տեսել եք կայացած Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսը։ Սիրելի քաղաքացիներ, դուք տեսել եք, թե ինչ զինատեսակներ ենք մենք ձեռք բերում։ Այս ամբիոնից շատ են նախկին քաղաքական իշխանությունների ներկայացուցիչները խոսում ինչ-որ տոննաներով զենքերի մասին, ինչ-որ անհասկանալի բաների մասին, ամեն ինչի մասին, բացի բուն զենքերից։ Դուք այդ օրը զենքեր եք տեսել։ Դուք այդ օրը տեսել եք իրապես զենքեր, որոնք իրենց զորահանդեսների ընթացքում կարող են ցուցադրել ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներն ունեցող երկրներն անգամ։ Աշխարհի առաջատար հրետանային միջոցներ եք դուք տեսել այդ օրը։ Դա մեր ձեռքբերումն է միասին, մեր եւ ձեր սիրելի քաղաքացիներ։ Դուք տեսել եք այդ օրը Հայաստանի Հանրապետությունում արտադրված անօդաչու թռչող սարքեր։ Անօդաչու թռչող սարքեր, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունում մարդիկ տարբեր ասում էին, որ անօդաչու թռչող սարքն ինչա, որսորդական հրացանով էլ լինի կգցենք։ Դա էր մոտեցումը։ Հիմա մենք արտադրում ենք, Հայաստանի Հանրապետությունը արտադրում է անօդաչու թռչող սարքեր, հետախուզական, հարվածային, հետախուզահարվածային, արտադրում է Հայաստանի Հանրապետությունը։ Ու այսպես մի շարք դրական բարեփոխումներ, որոնց
մասին, որոնք բոլորը թվելու համար ինձ հատկացված ժամանակը միանշանակ կարող եմ ասել, որ չի հերիք սիրել քաղաքացիներ։ Բայց այդ ամեն ինչից էլ ավելի վեր ու էլ ավելի կարևոր միանշանակ օգոստոսի 8-ին 2025 թվականի ստորագրված խաղաղության համաձայնագիր, որը իմ կարծիքով մեր ձեռքբերումների թագն է ու հենց նաև դրա ու առհասարակ խաղաղության գործընթացի շնորհիվ է, որ այսօր այս ամբիոնից կարող ենք հայտարարել, որ 2 օրացուցային տարուց ավել է արդեն, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին հակառակորդի կրակոցից զինվոր չի զոհվում։ Մենք առավոտները վեր չենք կենում ու լրահոսը թերթելից հենց միանգամից անկախ մեր քաղաքական հայացքներից իդեպ։ Սրտներս կախ չի ընկնում ու մենք առհասարակ, չգիտեմ, այդ ողբերգությունը չենք տեսնում, որ հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառը։ Ու սա ամենակարևոր, կարևորագույն ձեռքբերումն է, որի համար ես ու մեր քաղաքական թիմը առհասարակ հպարտ ենք։ Սիրելի քաղաքացիներ, իհարկե այս ամեն ինչը նշեցի, այս ամենը բնականաբար թե դուք, թե մենք, թե բոլորս առաջին հերթին կապում ենք մեր գործադիր իշխանության հետ, բնականաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ու այդպես էլ կա, որտեղ այս աշխատանքները ինչը որ թվեցի, ընդհանուր միջև համաձայնագրի ստորագրում, այդ ամեն ինչը արվել է գործադիր իշխանության եւ գործադիր իշխանության ղեկավարի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ձեռամբ։ Բայց այստեղ չի կարելի ուրանալ 8-րդ գումարման խորհրդարանի դեր։ Ես շատ լսեցի թե ընդդիմադիր, թե նաև իմ թիմակից գործընկերների խոսքերն եմ ասում, որ 8-րդ գումարման խորհրդարանը շատ ցածր վարկանիշ է ունեցել։ Եվ դա ճիշտ է։ Միանշանակ 8-րդ գումարման խորհրդարանը անասելի ցածր վարկանիշ է ունեցել։ Բայց թույլ տվեք մի ոչ պոպուլյար միտք ասել, իմ կարծիքով 8-րդ գումարման խորհրդարանը Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել։ 8-րդ գումարման խորհրդարանի ընթացքում է, խորհրդարանի աշխատանքների ընթացքում է, որ վերջնական լուծում է տրվել մի կարևոր հարցի, որն է մեր հայրենիք։ Որն է մեր հայրենիք։ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում, որ տեղի է ունեցել, կարելի ասել առաջին լուրջ քաղաքական բանավեճը եւ առաջին լուրջ քաղաքական հակամարտությունը։ Միջև այդ տեղի ունեցածը մեր թիմակիցներ եւ նաեւ վարչապետը շատ հաճախ ասում են, որ մենք բոլորս եղել ենք դաշնակցության տարբեր թևերի ներկայացուցիչներ։ Եղել է դաշնակցություն ՀՀԿ, դաշնակցություն ելք, օրինակ, չգիտեմ, հակամարտություններ, կոռուպցիայի թեմայով, այս մի թեմայով, այն մի թեմայով, այն մի թեմայով, բայց Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության ապագան կանխորոշող հարցով առաջին բանավեճը, առաջին բախումը տեղի է ունեցել հենց այս խորհրդարանում։ 8-րդ գումարման խորհրդարանում, այս դահլիճում, բայց 8-րդ գումարման խորհրդարանում։ Ես հիշում եմ, որ հենց այս ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետը մի հայտարարություն արեց։ Ասեց Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 կիլոմետր քառակուսի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Ցույցեր, անկարգություններ, այստեղ ընդդիմության կողմից տարատեսակ ձայնարկություններ, գոռոցներ, գոչյուններ, տարբեր բաներ։ Ուղիղ 2 տարի մենք ես անձամբ մեր ընդդիմադիր գործընկերներին հարցնում էի, որքան է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եվ մեր ընդդիմադիր գործընկերները այդ հարցին չեն պատասխանում։ Չեն պատասխանում այդ հարցին։ Որովհետև այդ հարցի պատասխանը իրենց համար ցանկացած մի ուրիշ թիվ էր, բայց 29743-ը չէր։ 29743-ը չէր։ Եվ այդ գումարման 8-րդ գումարման աշխատանքների ամենավերջում, սիրելի գործընկերներ, թույլ տվեք ասել, որ ընդդիմությունը ամբողջությամբ ընդունեց իրական Հայաստանի գաղափարախոսության բացարձակ ու ջախջախիչ հաղթանակ։ Ինչպես կհարցնեք դուք։ Միջև վերջին ու նախավերջին, եթե չեմ սխալվում նստաշրջանը, մեր ընդդիմադիր գործընկերները չունեին ոչ մի այլ օրակարգ, բացի Ղարաբաղը։ Նրանք բացի Ղարաբաղից ուրիշ ոչ մի բանի մասին չէին խոսում։ Նրանց ընդհանրապես հետաքրքիր չէր։ Նրանք չէին շարունակում էին չպատասխանել 29743-ի մասին, Հայաստանի Հանրապետության տարածքի մասին մեր հարցին։ Եվ ահա վերջում, հասկանալով, որ իրենց առաջարկած ալտերնատիվը, իրենց առաջարկած ալտերնատիվ գաղափարախոսությունը, որը դուրս է իրական Հայաստանից, կապ չունի որ ուղղությամբ, մի քիչ շատ, մի քիչ քիչ,
Ժողովրդի կողմից ընկալելի չի, ժողովրդի կողմից ընդունելի չի։ Նրանք եկան։ Այստեղից Քրիստինե Վարդանյանը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ պատասխանեց իմ հարցին, թե որքան է Հայաստանի Հանրապետության տարածք, ասելով, հա, դե ձեր ասած թիվն է, էլի ինչ էր 29, հա։ Այդպես էր մոտավորապես հնչում պատասխանը, բայց դա էր առաջին անգամը, երբ որ եղավ այդ պատասխանը։ Առաջին անգամը դա էր։ Ու դրանից հետո մեր ընդդիմադիր գործընկերները մտել են իրական Հայաստանի քաղաքական օրակարգ։ Մտել են ամբողջությամբ իրական Հայաստանի քաղաքական օրակարգ։ Նրանք էլ չեն խոսում Ղարաբաղի մասին։ Նրանք էլ, չգիտեմ, ինչ որ բաներ չեն ասում, հա, իրական Հայաստանի հետ կապված տարատեսակ կեղծ թեզեր եւ մնացած բարբերաբար բերում են։ Հակամարտության բանն են, խոսույթն են շարունակում, բայց բում այդ ամեն ինչը անում են իրական Հայաստանի սահմաններում։ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների արդյունքում իրական Հայաստանի գաղափարախոսական հաղթանակ արտացոլված է հենց այստեղ։ Ու դա ամրագրվել է ընտրությունների արդյունքով։ Հետևաբար ես կարծում եմ, որ 8-րդ գումարման խորհրդարանը մեր պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալ, որտեղ կներեք, բայց հա, պատմության մեջ մշտապես հիշվելու են կոռուպցիայի մասին ելույթները, S1-ի մասին ելույթները, N1-ի մասին ելույթները, բայց հետագայում ես վստահ եմ, սերունդները հետ գնալով նայելու են, թե այդ ոնց եղավ, այդ ինչ եղավ, այդ ինչը փոխվեց ու երբ փոխվեց, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաբևեռ դաշնակցականից իր տարբեր երանգներով վերափոխվեց ու դարձավ առնվազն երկբևեռ։ Ու դա տեղի է ունեցել 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում։ 8-րդ գումարման խորհրդարանը դիմակայել է մի շարք դժվարությունների, մի շարք փորձությունների։ Ես ասում եմ, վարչապետը այստեղից հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 կիլոմետր է ու այդ օրը միտինգ եղավ։ Այդ օրը միտինգ եղավ, մարդիկ ցույց էին անում, մարդիկ ինչ որ չգիտեմ, ուզում էին հարձակվեին, ծեծեին, ջարդեին, սպանեին, որովհետև դա այդքան խորտ արտահայտություն էր։ Ես հիշում եմ, որ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների օրերին հանկարծ ինչ որ էսկալացիա էր լինում սահմաններին։ Մենք զոհեր էինք ունենում։ Ես հիշում եմ, թե ինչ ելույթներ էինք մենք լսում այստեղից։ Ես հիշում եմ, թե ինչ էի տեսնում մեր ընդդիմադիր գործընկերների աչքերում այդ օրերին, հիշում եմ նրանց ելույթները, հիշում եմ առհասարակ, թե ինչերի միջով ենք մենք անցել։ Ու այս կոնտեքստում ուզում եմ նաև շատ մեծ ու հոգաչափ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովի նախկին նախագահ, իմ լավ ընկեր Ալեն Սիմոնյանին, որ 8-րդ գումարման խորհրդարանի իր առաջնորդությամբ այդ բոլոր փորձությունները հաղթահարվեցին։ Ծափարենք պարոն Սիմոնյանին, եթե դեմ չեք։ Ինչևէ, սիրելի գործընկերներ, ես կարծում եմ, որ 9-րդ գումարման խորհրդարանում մենք կարող ենք մի շատ կարևոր հարց լուծել այնուամենայնիվ։ Ես տեսնում եմ, որ մենք այստեղ խոսում ենք գրեթե նույն բաների մասին, ինչ 8-րդ գումարման խորհրդարանում, ու դա նորմալ է։ Մենք ուզենք թե չուզենք, որքան էլ հիմա ձևացնենք, թե կարողանալու ենք ամբողջությամբ փոխել խոսույթը, ամբողջությամբ փոխել խոսակցության բովանդակությունը, դա այդքան էլ է, ես դրան չեմ հավատում, անկեղծ ասած։ Ես վստահ եմ, որ առնվազն 50%-ով, 40%-ով այդ խոսույթը մնալու է, այդ խոսակցությունը ու այդ բանավեճը մնալու է։ Բայց այս երկու օրը մենք այդ ամեն ինչը անում ենք այլ տոնայնության մեջ։ Մենք այդ ամեն ինչը անում ենք այլ բառամթերքով։ Եվ ես շատ ուրախ եմ սրա համար, ու ես երկրորդում, երրորդում եմ կամ արդեն պարոն Ռուբինյանին, այս ոչը եկեք պահենք։ Ոչ մեկ չի ասում իրար չքննադատենք, ոչ մեկ չի ասում մեղադրանքներ նույնիսկ չհնչեցնենք, որովհետև ես ձեզ անկեղծ ասեմ, հարգելի գործընկերներ, ես համարում եմ, որ դուք այստեղ եք հայտնվել, որովհետև ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանել։ Ես դա այդպես եմ համարում, բայց ես ձեզ դիմելու եմ պարոնով, տիկնանց տիկինով, հարգելի գործընկերներ, խոսքը սկսելու եմ հարգելի գործընկերներով եւ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չտեսնեմ ձեզնից կամ չլսեմ իմ հասցեին, իմ թիմակիցների հասցեին, ձեր հետ խոսելու եմ հարգալից։ Եթե մենք այս ոճը պահենք, ինձ թվում է, մենք խորհրդարանի վարկանիշի առումով շատ լուրջ աճ կգրանցենք մեր քաղաքացիների շրջանում, այնպես որ երկրորդում կամ երրորդում եմ արդեն պարոն Ռուբինյանի կոչը ու ձեզ եւս կոչ եմ անում հետևել դրան։ Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։